Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները մտնում են նոր, ավելի լարված փուլ։ Ամեն սերիա իր հետ բերում է ոչ միայն նոր բացահայտումներ, այլև հին վերքեր, որոնք տարիներ շարունակ փակված էին թվում, բայց իրականում երբեք չեն ապաքինվել։ Արշակը շարունակում է ամեն կերպ փորձել աջակցել Նորոյին ու Էլիզին։ Նա հասկանում է, որ Ալինայի բուժումը երկար ճանապարհ է, որ պահանջում է ոչ միայն գումար, այլ նաև հոգեբանական ուժ, սակայն որքան նա փորձում է մոտենալ, այնքան ավելի մեծ պատի է բախվում։ Նորոն մնում է անշարժ իր որոշման մեջ։ Նա չի կարող ընդունել Արշակի օգնությունը, նույնիսկ երբ հասկանում է, որ դա միակ ելքն է։ Մագդան ևս չի դիմանում, նրա համար այլևս չկա մեր ու ձեր բաժանում։ Նա անձամբ գնում է Էլիզի մոտ և փորձում խոսել նրա հետ ոչ թե որպես Արշակի քույր կամ Նորոյի ընկերուհի, այլ որպես կին, որը տեսնում է Ալինայի տառապանքը։ Հանուն Ալինայի մոռացիր ամեն ինչ, թեկուզ ժամանակավորապես, բայց Էլիզն անդրդվելի է, նրա աչքերում դեռ կա նույն կրակը, վրեժի, մեղադրանքի արդարացում փնտրելու։ Էլիզն այլևս արևի դայակը չէ, նրա հեռանալը լուրջ խնդիր է ստեղծում Արշակի ու Մագդայի համար, նրանք երկուսն էլ ստիպված են աշխատել, տնից դուրս գալ, իսկ փոքրիկ արևը չի կարող տանը մենակ մնալ։ Տունը, որը մինչև այդ լի էր լարվածությամբ ու անընդհատ բախումներով, հիմա կարծես դատարկ է, բայց այդ դատարկությունը նոր վտանգ է բերում։ Նրանք սկսում են դայակ փնտրել, տարբեր մարդիկ գալիս են, բայց ոչ մեկ հարմար չի թվում։ Եվ հենց այն պահին, երբ թվում է, թե լուծում չկա, դուռը բացվում է և ներս է մտնում նոր դայակը։ Դայակը հազիվ է ներս մտնում, երբ Արշակի հայացքը քարանում է։ Մի պահ լռություն, հայացքների փոխանակում։ Այդ հայացքները խոսում են տարիների պատմության մասին։ Դայակն էլ է շփոթվում, փորձում է պահել իրեն, բայց ակնհայտ է, որ նրանք միմյանց ճանաչում են։ Ո՞վ է նոր դայակը, ինչու է նա հիմա հայտնվել հենց Արշակի տանը, ինչ գաղտնիք կա նրանց միջև, որը տարիներ շարունակ փակված էր։ Ակնհայտ է մեկ բան, այս հանդիպումը պատահական չէ։ Դայակի հայտնվելը կարող է բացել Արշակի կյանքի նոր էջ, մեկը, որի մասին նա երբեք չի խոսել Մագդայի հետ, իսկ այդ գաղտնիքը կարող է վտանգել ոչ միայն նրա ներկա հարաբերությունները, այլև արևի ապահովությունը։ Սերիալն այս պահին մտնում է ինտրիգի ամենախորը փուլ, երբ թվում էր, թե պատմությունը կենտրոնացած է միայն երեխաների ու ընտանիքների միջև հակամարտության վրա, պարզվում է Արշակի անցյալում դեռ կան չբացահայտված դեմքեր, չասված խոսքեր ու կիսատ պատմություններ, և ամենամեծ հարցը հիմա մեկն է. այս դայակը պարզապես աշխատող է, թե անցյալի ստվեր, որը եկել է փոխելու բոլորի կյանքը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իսկ մենք ձեզ համար կբացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները, որոնք սպասվում են հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Նշենք, որ հեռուստադիտողների մեծ մասը կարծում են, որ նոր դայակը կապ ունի ոչ թե արևի, այլ Մագդայի կյանքի հետ։ Շատերը կարծում են, որ հնարավոր է, որ Մագդան ու Արշակը ընդհանրապես քույր ու եղբայր չեն, այլ Մագդան Արշակի դուստրն է այլ կնոջից, բայց նա խաբել է ու ասել, որ քույրն է և ահա վերադարձել է Մագդայի մայրը։ Իհարկե, սա ընդամենը ենթադրություն է, քանի որ նա ինչ-որ կապ ունի անցյալի Արշակի հետ, հետևաբար հեռուստադիտողները կարծում են, որ այստեղ մի մութ պատմություն կա։ Բայց մինչ կբացահայտվեն այս գաղտնիքները, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Շատ շուտով կբացահայտենք, թե ով է նոր դայակն ու նոր տեղեկություններով ձեր դատին կհանձնենք նոր գաղտնիքների բացահայտումները։ Այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը, առաջինը տեղեկացված լինելու բաժանորդագրվեք, կիսվեք ձեր կարծիքներով։ Իսկ հեռուստասերիալում իսկապես թեժ է։ Ալինան 2 օրով դուրս է եկել հիվանդանոցից, բայց բոլորն էլ հասկանում են, որ նրա վիճակը ընդհանրապես չի էլ կայունացել։ Ուղղակի բժիշկները գտնում են ավելի նպատակահարմար, որ նա 2 օր ուղղակի հանգստանա, բայց Ալինայի բուժման համար բավական մեծ գումարներ է անհրաժեշտ, և այդ գումարները Նորոն վերցրել է պարտքով, բայց բնականաբար բոլորն էլ հասկանում են, որ գալու է պարտքը վերադարձնելու ժամանակը, և այդ գումարները Նորոն
հետ վերադարձնել չի կարող։ Եվ այդ ժամանակ հավանաբար նա ստիպված է լինելու ընդունել արշակի օգնությունը, ստիպված է լինելու հասկանալ, որ այլևս որևէ ելք չկա։ Իսկ Էլիզը փորձում է մտերմանալ Էդոյի հետ, սակայն այստեղ գալիս է այլ խնդիր։ Բայց այդ խնդիրների մասին կխոսենք մեր հաջորդ տեսանյութում, մինչ այդ գրեք ձեր կարծիքները։ Հեռուստադիտողները սպասում են նաև Արևին տեսնել հեռուստաէկրաններին, քանի որ արդեն մի քանի սերիա է նա չի նկարահանվում։ Հավանաբար Դայակի հայտնվելուց հետո Արևը ևս կհայտնվի, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են նրա նոր տեսարաններին։ Հավանում եք հեռուստասերիալը։ Գրեք ձեր կարծիքները, գրեք նաև, թե որ դերասանին կամ դերասանուհուն եք ամենաշատը հավանում այս հեռուստասերիալում և որ դերասանի կամ դերասանուհու մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։